Մեզ քննադատում են նրա համար, որ հեղափոխությունից հետո խոստացել էինք թալանվածը հետ վերադարձնել եւ այդ գործում այդքան էլ մեծ հաջողություններ չունենք։ Իրականում ես պիտի չհամաձայնեմ այս տեսակետի հետ։ Այս մասին երեկ Գյումրիում ԴԻՄ ընտրությունների վերաբերյալ իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով. այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ որ առումով այդ գործընթացում մեր ինստիտուցիոնալ հաջողության վկայությունն է։ Ինչ նկատի ունեմ, ուզում եմ հիշեցնել, թե Գյումրիի ավագանում երբ խնդիր առաջացավ, երբ Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների եւ նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը Սև բերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով եւ պետք է վերադարձվի համայնքին։ Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմեց Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին դիմի դատարան այդ գույքը ապօրինի սեփականաշնորհված գույքը համայնքին վերադարձնելու համար։ Ըստ Փաշինյանի ներդրվեց նոր ինստիտուտ, որով Գյումրիում եւ մնացած համայնքներում պետք է վերադարձվի ապօրինի թալանված գույքը։ Նրա խոսքով Գյումրիի ավագանու մեծամասնությունը հրաժարական տալով հայտարարեց, որ հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ եւ ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Սա շատ կարևոր է արձանագրելու համար։ Եվ այս ընտրությունները իրականում հենց այս համատեքստը եւ այս ենթատեքստը ունեն։ Վարչապետը թվարկեց, թե ապօրինի գույքի բռնականցման քանի ինստիտուտ կա Հայաստանում։ Դրանցից մեկը քրեական գործերով գույքի բռնականցման համակարգն է։ Այդ համակարգով մենք արդեն իսկ ունենք բռնականցված եւ պետությանը եւ ժողովրդին վերադարձված գույքեր։ Երկրորդ համակարգը պետական շահերի պաշտպանության համակարգն է, որով նույնպես այս տարիներին վերադարձվել են եւ հիմա էլ վերադարձվում են գողացված գույքեր, ապօրինի սեփականաշնորհված ապօրինի ձեռք բերված գույքեր։ Մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել պետությանը, ասաց վարչապետն ու հավելեց. Այս վերջերս ես իմ էջում դրել էի 2010 թվականի արտադրության ապօրինի ձեռք բերված որպես ապօրինի գույք Range Rover-ի վերադարձ եւ էլի ինդիմադիրները սրանով էլի ժողովրդին խափում են ոչ, դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը բարիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս։ Անդրադառնալով քաղաքի արտահերթ ընտրություններին, նա նշեց, թե դրանք այն պատճառով են, որ կոռուպցիոն բացահայտումներից հետո Գյումրու ավագանին չի ցանկացել թալանածը վերադարձնել պետությանը։ Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Ըստ Փաշինյանի հայտնի են նաև 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի տերերը։ Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Գյումրու ընտրություններում որոշ դեմքերի տեսնելով մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին եւ հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ, ընդգծեց վարչապետը։ Այս ընտրություններում ամեն քվեաթերթիկ հենց նրա մասին է։ Արդյոք ժողովրդի կամքը թալանվածը վերադարձնելու ճանապարհին թույլատրել է, թե չի թույլատրել։ Քաղաքացիական պայմանագրի կամքը ոչ միայն չի թույլատրել, քաղաքացիական պայմանագիրը ստեղծել է ինստիտուտ ժողովրդի համար, որ ժողովուրդը թալանվածը վերադարձնելու հնարավորություն ունենա, եւ այդ ինստիտուտը այսօր աշխատում է։
Վարչապետը նախարձանագրեց Հայաստանի պետական բյուջեն կրկնապատկվել է, նշելով, որ խոսքը 3 միլիարդ դրամի մասին է, ապա ասաց, որ անգամ իրենց ընդդիմախոսներն են բարձրաձայնում, որ կրկնապատկվել է նաև Գյումրիի դոտացիան։ Վարչապետը պարզաբանեց, թե ինչի արդյունք է սա։ Կարող է Նիկոլը իր հոր տնից ա բերել այդ փողերը։ Իհարկե Նիկոլը ոչ էլ մեր մյուս գործընկերները, մեր հայրերի տնից չենք բերել, որովհետև մեր հայրերի տներում բարեբախտաբար այդքան գումար չկա է։ Շատ կարևոր է արձանագրել, որ մենք այդ այսօղների հայրերի տնից ենք բերել այդ գումարները։ Ավելի ճիշտ կլինի ասել այդ այսօղների պապաների տնից ենք բերել այդ գումարները։ Եվ պետական, ոչ թե անձնավորված, ոչ թե ԿՊ-ի հեղափոխական խմբերը մտել են տներ ճամպրուկներով լցրել, վերցրել, այլ դա մենք բերել ենք ինստիտուցիոնալ ձևով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությանը հատիկ առ հատիկ վերադարձնելու թափանիվն արագացել է։ Առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում, հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու։ Եվ մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալները, որտեղ իրենք սպասեն եւ սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։